Բարև ձեզ հարգելի ներկաներ, ես Տաթևիկ Հարությունյանն եմ, կրկնակ հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի մասնագետը։ Ինչպես գիտենք, արդեն շուրջ 2 տարի է Տավուշի մարզում հանրակրթական դպրոցներում 9-րդ դասարանի բնագիտություն 9 քննությունը ընթանում է նաև քննական նախագծային աշխատանքների իրականացումով։ Այսօր հրավիրել ենք Իջևանի տարածաշրջանի մի քանի տնօրենների, նախագիծը իրականացնող ուսուցիչների եւ աշակերտների, որպեսզի խոսենք ընդհանուր նախագծերի մասին, քննության մասին եւ մանրամասն ներկայացնենք։ Այ կխնդրեմ ներկայանաք եւ նշեք ինչ ուսումնական նախագիծ եք իրականացրել եւ ինչով էր տարբերում նախորդ տարվա նախագծից։ Խնդրեմ։ Տավուշի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Հասմիկ Խաչատուրյան։ Ահա։ Խնդրեմ սիրելիներս, ուրեմն խոսենք, երևի խոսենք առաջինը Իջևան 5-ից սկսենք։ Խոսեք, Տիկին Նինա, ներկայացեք եւ խոսեք։ Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Նինա Պողոսյան։ Իրականացրել ենք այս տարի 8 նախագծային աշխատանք։ Մեր 89 աշակերտները բոլորը ընտրել են քննության ձևը որպես նախագիծ։ Նախադեպը ունեցել ենք անցյալ տարի։ Առաջին պիլոտային ծրագիրը իրականացվեց նաև մեր դպրոցում, որից հետո նախորդ տարի 2 քննական նախագիծ ունեցել ենք եւ մենք հասկացանք, որ դա մեզ համար ավելի ընդունելի է, քան սովորական քննությունը։ Այս տարի երեխաներն էլ արդեն լսել էին անցյալ տարվա շրջանավարտներից, փորձով կիսվել էին երեխաները եւ քանի որ այս 4 տարիների ընթացքում երեխաները արդեն հմտացել են նախագծային աշխատանքներ իրականացնելու, այս տարի այսպիսի լավ արդյունք ունեցանք, բոլորը ընտրեցին նախագծային աշխատանքներ։ Թեմաները տարբեր էին, 8-ն էլ տարբեր են։ Տիկին Նինա, քանի աշակերտ ունեք դպրոցում։ Քանի աշակերտ կար 89 ընտրել են նախագծային 89 աշխատանքով քննություն հանձնելու տարբերակը, այո։ Հիմա մեզ մոտ լսում եմ։ Ահա, կցանկանայի հիմա ուսուցիչը, ուսուցչուհին, ով որ ներկայացրել է նախագիծ, մի փոքր ներկայացնի նախագծի վերնագիրը եւ հետո աշակերտները։ Ավելի շատ 5 ուսուցիչ են իրականացրել, թե 6, բայց մենք մեկին միայն հրավիրեցինք այս պահին ֆիզիկայի ուսուցչուհի Լիլիթ Աղբալյան։ Բարև ձեզ, ֆիզիկայի ուսուցչուհի Լիլիթ Աղբալյանն եմ։ Այս տարի իրականացրել ենք երեխաների հետ միասին 3 նախագծային աշխատանք՝ ֆիզիկա կենսաբանություն եւ ֆիզիկա աշխարհագրություն առարկաներից։ Ֆիզիկա կենսաբանություն ընտրել ենք շիկացման լամպ եւ էներգախնայող լամպեր, թերությունները եւ առավելությունները։ Ֆիզիկա կենսաբանություն մյուս խումբը ընտրել էր ձայնի ազդեցությունը սերմերի ծնման վրա, իսկ ֆիզիկա աշխարհագրություն խմբի անդամները ընտրել էին արևային էներգիան, Հայաստանի Հանրապետությունում ՕԳԳ-ի ներկայացումը եւ իրենք հետազոտություններ իրականացրեցին, առաջ քաշեցին վարկածներ, գիտափորձ իրականացրեցին եւ ստեղծեցին իրենց պրոդուկտը։ Հիմա երեխաները ավելի մանրամասն կասեն, թե ինչու ընտրեցին նախագծային աշխատանքը եւ ինչ պրոդուկտ ստացան։ Ահա, երեխաներ խոսեք։ Ահա։ Բարև ձեզ, ես Դայանա Մարդանյանն եմ, ես այս տարի ընտրել եմ Հայաստանի Հանրապետությունում գործող արևային համակարգերի օգտակար գործողության գործակցի ներկայացումը։ Ինչու ենք ընտրել հենց այս թեման, որովհետև այս թեման շատ հետաքրքիր է եւ շատ հեռանկարային է Հայաստանի վերաբերյալ, քանի որ Հայաստանում այս հիմա շատ արագորեն աճում է էներգետիկ ոլորտը։ Մեր նախագծային աշխատանքի արդյունքում մենք պատրաստել ենք արևային կայան, որի օգնությամբ կարողանում ենք դիսկավորել հեռախոսը։ Նաև մենք հաշվել ենք այս արևային կայանի օգտակար գործողության գործակցի ներկայացում, օգտակար գործողության գործակիցը, եթե ցանկանում եք կարող եմ ներկայացնել։ Չէ, այդքան երկար։ Մեր նախագծային աշխատանքի ընթացքում մենք համագործակցել ենք Winner Solar ընկերության հետ, որը մեզ տրամադրել է 0% տոկոսադրույքով տնտեսական։ Իսկ ինչու դրեցիք նախագիծը։ Որովհետև նախագիծն ավելի հետաքրքիր է, նախագծի ընթացքում կարողանում ենք ավելի խմբով աշխատել, թե զարգացնել մեր
առաջնորդական հմտությունները, շատ հմտություններ զարգացնել, նոր թեմաներ ուսումնասիրել։ Ապրես, այդ ինչ նախագիծ եք իրականացնել երեխաներ մեկ ուրիշն էլ թող խոսի։ Մենք ներկայացրել ենք շիկացման լամպի առավելությունները եւ թերությունները թեմայով նախագծային աշխատանք, ինչու ընտրեցինք հենց այդ նախագիծը։ Առաջին դա այն էր, որ թեման ավելի շատ հետաքրքրեց, որոշեցինք փորձել։ Ես կոնկրետ իրականացրել եմ շատ նախագծային աշխատանքներ ուսումնական տարվա ընթացքում եւ հետաքրքրեց նախագծային աշխատանքի տեսքով ներկայացնել մի այլ նախագծային աշխատանք։ Կարևոր աշխատել էր թիմով, մենք աշխատեցինք թիմով, ստեղծեցինք մեր պրոդուկտը, լյուքսմետր սարքը, ինչպես նաև պատրաստեցինք գրքույկ, պաստառ եւ իրազեկեցինք հանրությանը բուկլետների տեսքով։ Շատ հետաքրքիր էր այսպիսի աշխատանքը եւ հետագայում իհարկե մեզ ավելի շատ առավելություններ կտա։ Իսկ եթե քննություն ընտրեիք, քննությունը առարկայական ինչու չընտրեցիք քննություն։ Սա ինձ ավելի հետաքրքրեց, որովհետև մնացածը քննությունով ենք տվել, սա առանձնացվեց ինչ-որ մի բանով եւ որոշեցի հենց նախագծային աշխատանք։ Ապրեք, շնորհակալություն։ Հակոբ Դավթյան, խնդրում եմ ձեր դպրոցը ներկայացրեք, Ծաղկավանի միջնակարգ դպրոց։ Ով է տնօրենը, խնդրեմ։ Ահա։ Ներքին Ծաղկավանի միջնակարգ դպրոց, Դավիթ Յովչյան, ես դպրոցի տնօրենն եմ։ Նախորդ տարի երեխաների քննությունով եմ անցել, այսինքն դրեցի նախագծային աշխատանք կատարել։ Նախագծին մասնակցել եմ դասարանում 9 աշակերտներ, անտարբեր պատմական նշանակության մասին, մատաղության մանրամասն կներկայացնեմ։ Ես ինքս որպես տնօրեն շատ կարևոր նախագծային աշխատանքներ իրականացումը, նախագծային հիմնարարությունը, որովհետև դասարանում կատարված աշխատանքը չի։ Ինչը որ տալիս է նախագծային երեխաները եւ ուսուցիչը մակը ներկայացնեն, թե ինչ նախագծային աշխատանք են իրականացնում։ Ես հակոբացում դասավանդում եմ մասնագիտություն առանց։ Նախագծային ուսուցումների պես կարևորում են եւ նրա հմտությունները եւ դիտարկումները աշակերտները իրենք զգում են իրենց դեպքի բավարարման վրա եւ կարողանում են ստանալ դեպք։ Դասարանում եղել է 9 աշակերտ եւ ըստ նախագծային աշխատանքի պլանի բաժանել են խմբեր եւ իրականացրել նախագծային աշխատանք։ Նպատակը հիմնականում անտառների եւ նանձերավերի նշանակության ուսումնասիրումը եւ քարտեզների, պաստառների, իրազեկման թերթիկների ստեղծումը։ Ինտեգրված նախագիծ է եղել նախագծի առարկաները աշխարհագրություն եւ կենսաբանություն, կենսաբանությունը դասավանդում է եւ ուրեմն Մարգարիտա Գևորգյանը եւ աշխարհագրությունը ես Հակոբ Դավթյանը։ Հիմա մեր աշակերտները կներկայացնեն նախագծային աշխատանքը, ինչը իրենք ներկայացրել։ Առաջինը Գագիկ Ռևազյան նախագծում։ Մեր նախագծի երեխաների էկոլոգիական նշանակությունը նախագծի ընթացքում պատրաստել պաստառներ, կազմել են քարտեզներ ըստ Տավուշ մարզի ջրային եւ հողային տարածքների հիմուն վրա։ Լավ, ես կուզեի ասեիք ինչ դժվարությունների առաջ կանգնեցիք տղաներ, որ իրականացնում եք նախագիծը։ Ինչ դժվարություններ ունեցաք։ Ընդհանուր դժվարությունները եղել են հիմնական ռելիեֆի տեսանկյունից, որովհետև իրականացրել են դաշտային այցեր, իսկ գիտական տեսանկյունից աշխատել ենք Տիկին Ավետիսյան եւ հասցրել ենք մեր վերջնարդյունքներին։ Ապրեք, շնորհակալություն։ Տիկին Հասմիկ, հարցս ուղղում եմ ձեզ։ Կարողունակությունների եւ հմտությունների զարգացման արդյունքում երեխաները կարողանում են ստեղծել պրոդուկտներ, արդյունք եւ այն, որ կարողանում են իրենք տրամաբանական մտածողությունը զարգացնելով, հմտությունները օգտագործելով ստանալ աշխատանքի արդյունքը, դա շատ ավելի ոգևորում է երեխաներին եւ բնականաբար արդեն հաջորդ տարի կարծում եմ, որ ել ավելի շատ աշակերտներ կցանկանան քննությունը հանձնել նախագծային աշխատանքի ձևով։
Եվ նախագծային քննական աշխատանքի արդյունքները վերլուծելով կարող ենք ասել, որ Տավուշի մարզում նախագծային քննական աշխատանքները հանձնել են 44 դպրոց, ընդ որում դպրոցներից մեկը Ֆիլիպյանի կենտրոնական դպրոցն է, որը ինչպես գիտենք պետական հանրակրթական ուսումնական հաստատություն չէ, բայց այնուհանդերձ ոգևորությամբ մասնակցել է նախագծային քննական աշխատանքներին։ Ըստ տարածաշրջանների, եթե վերլուծենք, Իջևանի տարածաշրջանի 17 դպրոց է ընտրել նախագծային քննական աշխատանքը, ընդ որում նախագծերի թիվը կազմել է 40։ Դիլիջանը 6 դպրոց է ընտրել, նախագծային աշխատանքների թիվը 18, Բերդի տարածաշրջանը 6 դպրոց, 8 նախագծային աշխատանքով և Նոյեմբերյանի տարածաշրջանը 15 դպրոց, 39 նախագծային աշխատանքով, այսինքն ընդհանուր թվով, եթե ամփոփենք, 44 դպրոց և 105 քննական նախագիծ է կատարվել դպրոցներում։ Շատ լավ է, շնորհակալ ենք։ Իջևան 3, դուք ներկայացեք, տեսնեմ։ Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ։ Տիկին Ավետիսյան, մենք ունեցել ենք 3-9-րդ դասարան, որ 69 հոգուց կազմված, նախագծային աշխատանք ընտրել են 41 աշակերտ, 4 նախագծային աշխատանքով ներկայացել ենք, երկուսը նախագծային աշխատանք տարբեր դասարանների շոկոլադի օգտակար և վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի համար, որպես վերջնական պրոդուկտ ունեցել ենք Դուբայի շոկոլադ, երեխեք իրեն ձեռքով սարքել են, ուսուցչական կոլեկտիվը համտեսել է, շատ գոհ են մնացել։ Մյուս նախագծային աշխատանքը ծխածածկույթ առաջացնող նյութերի ազդեցությունը գյուղատնտեսության մեջ որպես ցրտահարության և վնասակար միջատների դեմ պայքարի միջոց, իսկ մյուսը կերակրի աղի անփոխարինելիությունը։ Մնացած աշակերտները ընտրել են քննություն, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաներից, ասեմ, որ սա մեզ համար նորություն չէր, քանի որ ինչպես ընկեր Պողոսյանը նշեց, որպես պիլոտային ծրագիր Իջևանի տիպ 3 հիմնական դպրոցը առաջիններից է եղել, որը անցած տարի իրականացրել ենք նախագծային աշխատանք, իսկ աշակերտները ամեն խմբից մեկական աշակերտ ներկա է, հիմա իրենք կներկայացնեն, ինչ դժվարություն, ինչ առավելություն ուներ այս նախագիծը, խնդրեմ։ Մեր նախագծային աշխատանքի թեման է կերակրի աղի անփոխարինելիություն, ֆիզիկա, քիմիա առարկայից, առանձնապես դժվարություններ չի եղել, բայց միակ դժվարությունն էր, որ երեխաներին համախմբել ենք և շատ հեշտ կատարվեց նախագծային աշխատանքը, ընկերությունների հետ կատարվեց նախագծային աշխատանքը և դրա արդյունքում մենք ունեցանք նոր գիտելիքներ և իմացանք կերակրի աղի անփոխարինելիությունը մարդու համար։ Ապրես։ Հաջորդը էլ շատ նախագիծ եք իրականացրել ձեր դպրոցում։ Կենսաքիմիա առարկաներից քննական նախագիծ, որի թեման եղել է շոկոլադի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Մենք ուսումնասիրել ենք տարբեր տեսակի շոկոլադները, դրանց հատկությունները, անողջարար հատկությունները, վնասակար հատկությունները։ Ընտրել ենք հենց այս նախագիծը, որովհետև մենք բոլորս քիչ թե շատ չափաբաժնով օգտագործում ենք շոկոլադ, ու բնականաբար հետաքրքիր է, թե ինչ վնաս կամ օգուտ է բերում։ Իսկ նախագծի վերջում պատրաստել ենք Դուբայի շոկոլադ ու նույնիսկ ուսումնասիրել ենք դրա օգտակար և վնասակար հատկությունները։ Իսկ ինչու ընտրեցիք նախագծը և ոչ թե քննությունը։ Որովհետև նախագծային աշխատանք կատարելու դեպքում սովորում ենք, թե ինչպես աշխատել խմբում, ավելի շատ տեղեկություններ ենք ստանում, ինքներս ենք հետազոտություններ կատարում ու դրանից ավելի շատ տեղեկություններ ենք ստանում։ Ապրեք, այո, որովհետև նախագծային աշխատանքով դուք սովորում եք իրական կյանքի հետ շփվել, կատարում եք հետազոտություն, հետազոտական աշխատանքներ, կատարում եք նաև իրավիճակի հետազոտություն և այդ ամբողջը դուք կարողանում եք իմի բերել և ամբողջ վերջնարդյունքները իրականացնել։ Բավականին հետաքրքիր աշխատանքներ եք կատարել, այժմ լսենք Գանձաքարի դպրոցի կոլեկտիվին։ Խնդրեմ, տիկին Մերաբյան։
Գանձակարի միջնակարգ դպրոց, Անուշ Մեհրաբյան, ողջունում եմ բոլորին, ուրեմն մենք այս տարի ևս ընտրեցինք նախագծային աշխատանք, նաև ընտրել ենք անցած տարի, և նախագծային աշխատանքում երեխաները ձեռք են բերում հմտություններ, որոնք իրենց պետք կգան նաև ամբողջ կյանքի ընթացքում, հետազոտական աշխատանք են կատարում, սովորում են այնպիսի ուրեմն երևույթների հետ ծանոթանալ, այնպիսի աշխատանքներ կատարել, որը հաստատ քննությանը իրենք անել չէին կարող։ Թեմաները բավականին հետաքրքիր էին, վիրուսային հիվանդությունները դրանց կանխարգելումը և էկոլոգիապես մաքուր ներկայնյութերի ստացումը և դրանց կիրառումը կենցաղում։ Ուրեմն բնականաբար այսօր մեծ խնդիր է էկոլոգիապես մաքուր և ներկայնյութեր ունենալը, և սնունդ ունենալը, և այդ էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործումը կենցաղում սննդի արդյունաբերության մեջ կիրառելը, և մեր երեխաները մեծ սիրով բնական ներկայնյութերից ստացել էին ուրեմն սպանախի կանաչ գույնը, բազուկի կարմիր գույնը, ուրեմն սուրճի դեղնաշագանակագույն գույնը և այդ բոլոր ներկերը իրենք օգտագործել էին սննդի մեջ, հացիկներ էին պատրաստել, խմորեղեն էին պատրաստել, մակարոնեղեն էին պատրաստել այդ գունավոր հետաքրքիր ներկերով և ինչպես նաև ձեռքի այդ գազօջախի համար օգտագործվող բռնիչներն էին, ձեռագործ ներկեր, շատ հաճելի էր, շատ գեղեցիկ էր, իրենք և պատրաստման ընթացքում էին սովորել կենցաղում դրանց օգտագործման եղանակները և ստացման եղանակները և իրենք իրենց շատ լավ էին զգում, որ կարողացել են ինչ-որ բան ինքնուրույն ստեղծել, չէ որ միայն ստեղծածը օգտագործելը, չէ, երբ դու ինքդ ես պատրաստում, ինքդ ես ստեղծում և քո այդ ստեղծածից կարող են օգտվել շատերը, դրանից մարդը ինքը էլ առավել ևս ինքնագնահատված է իրեն զգում։ Շատ հաճույքով էին աշխատել երեխաները, ուրեմն նաև այդ վիրուսներ թեման, վիրուսային հիվանդություններ դրանց կանխարգելումը արդի թեմա է, որտեղ բոլորս գիտենք, որ մենք օր-օրի հայտնվում ենք այնպիսի միջավայրում, որտեղ վիրուսները շատ են և դրանց դեմ պայքարելու, կանխարգելելու միջոցառումներին պետք է ծանոթ լինենք։ Իրենք իրենց նախագծային աշխատանքի ընթացքում իրենց ձեռքի տակ եղած նյութերից մեր քիմիայի լաբորատորիայում եղած նյութերից պատրաստել էին ալկոգել, ախտահանիչ նյութեր, այնպիսի վիրուսների էին ուսումնասիրել, որոնց մասին դասագրքում ոչինչ չի ասվում և կարողացել էին նաև վերհանել ամբողջ դասարանի համար, ինչու՞ չէ, նաև պատրաստել էին բուկլետներ, որտեղ տարբեր վիրուսներից պաշտպանվելու եղանակներն էին նկարագրել։ Ինձ թվում է դա շատ ուսուցողական է և նաև այն, որ կարող էր դա մասսայականացվել ու դրա մասին իմանային բոլորը, դա էլ արդեն շատ կարևոր վերջնարանցումներից մեկն էր։ Ապրեք, շնորհակալություն։ Այ ինչ դժվարություններ ունեցաք։ Խնդրեմ ասեք։ Չենք ունեցել, որովհետև յուրաքանչյուր թիմային աշխատանքի ընթացքում ամեն մեկս ներդրել ենք մեր ունեցածը ու կարողացել ենք թիմային աշխատանքով մի հետաքրքիր նախագծային աշխատանք ներկայացնել։ Ես ինքս ընտրած եմ եղել վիրուսային հիվանդություններ և դրանց կանխարգելումը։ Նախագծային աշխատանքի ընթացքում ուսումնասիրեցինք վիրուսների կառուցվածքը և մեր առջև դրեցինք մի հիմնախնդիր, բացահայտել, թե մեր գյուղում ինչ վիրուսներ կան տարածված, ունեցանք հանդիպում գյուղի ընտանեկան բժիշկների հետ, պարզեցինք, թե մեր գյուղում ինչ վիրուսային հիվանդություններ կան տարածված, արդյոք գոյություն ունեն պասպաստան նյութեր դրանցից պաշտպանվելու համար, եթե կան գյուղի բնակչությունը օգտվում է դրանցից և եթե չեն օգտվում, ինչու, փորձեցինք բարձրացնել տեղեկատվությունը գյուղի բնակչության մեջ, իրազեկվածությունը, պատրաստեցինք տեղեկատվական բուկլետներ և պաստառներ, ուսուցիչների օգնությամբ մեր լաբորատորիայում պատրաստել ենք ախտահանիչ նյութ ալկոգել, դժվարություններ չեն եղել, որովհետև աշխատանքը թիմային էր։
ու կատարել ենք սիրով։ Իսկ դուք որպես մանկավարժ ինչ խորհուրդ կտայիք երեխաներին։ Ես շատ կարևորում եմ նախագծային աշխատանքները սովորական քննություններից, թեստային գրավորներից, քանի որ այնտեղ ամբողջությամբ գործնական աշխատանք է, կիրառական գործնական աշխատանք, որը մարդու կյանքում շատ կարևոր է ու կիրառելի է։ Օրինակ աշակերտները պատրաստեցին փոքրիկ թաթուջախներ, շարֆիկներ, իրենք ձեռքերով նույնիսկ մենք կատակով ասացին, որ կարող ենք արտադրանք բացել եւ մեր աշակերտների արտադրություն բացել եւ մեր աշակերտների անունից ունենան արտադրություն։ Ես մի հարցել եմ ուզում ընդհանրապես բոլորին տալ։ Այս տարի նախագծային աշխատանքների թեմաների հետ կապված նախորդ տարվանից ինչով էր տարբերվում։ Ավելի շատ էր, ավելի հնարավորությունը մեծ։ Խնդրեմ Իջևան 5 խոսեք։ Ընտրությունն ավելի շատ էր երեխաներ։ Երեխաները երևի չեն կարա իմանալ անցյալ տարի ինչքան ա եղել, բայց այս տարի ավելի շատ թեմատիկան ավելի ընդլայնվել էր։ Եվ դա որքանով նպաստեց նախագծային աշխատանքների իրականացման համար։ Դե ընտրություն երեխաների ընտրությունն ավելի շատ էր։ Այսպես թե այնպես երեխաներն իրենք են ընտրել, թե ինչ թեմա են ուզում, ներկայացվել է ուսուցիչների կողմից բոլոր թեմաները, ընտրությունը եղել է երեխաներին։ Այլ կարծիքներ։ Տիկին Հասմիկ, դուք ինչով եք պայման։ Ասեք, Տիկին Ավետիսյան։ Հա, ուրեմն կարող եմ ասել, որ անցած տարվա համեմատ այս տարի երեխեքի ձեռն էլ լավ են ընկել, ուսուցիչների ձեռն էլ լավ են ընկել, ու ավելի հեշտ է ստացվում, ու ավելի հետաքրքիր ու հաճույքով են աշխատում։ Տիկին Հասմիկ, դուք ինչ կասեք, որպես տարածաշրջանի պատասխանատու։ Թեմաների հետ կապված կասեմ, որ բավական ողջունելի էր, որ տարաբնույթ թեմաներ էին ներկայացված, նախորդ տարվա համեմատությամբ այս տարի բավականին շուտ դրվեց կզնակի կայքում թեմաները եւ հնարավորությունը ավելի շատ էր ընտրություն կատարելու։ Եվ կարծում եմ, որ մյուս տարի թեմաները ել ավելի շատ կլինեն, կարծում եմ, եւ ցանկալի է, որ չկրկնվեն, նոր թեմաներ լինեն։ Այո, շնորհակալություն սիրելիներս։ Նաև երեխաների ստեղծագործական միտքն է զարգանում, Տիկին Ավետիսյան։ Ստեղծագործական միտքը զարգանում է շատ։ Նախաձեռնողականությունը զարգացնում են մեզ։ Ապրեք, շնորհակալություն, այսքանով ավարտում ենք մեր հանդիպումը, ձեզ հաջողություններ եմ մաղթում, իսկապես նախագծային աշխատանքներով արդեն երկրորդ տարին է նախագծային քննական նախագծային աշխատանքները իրականացվում են Տաուշի մարզում, բավականին հետաքրքրությունը մեծ է եւ ինչպես տնօրենները ուսուցիչները շեշտեցին, նախորդ տարվա համեմատությամբ այս տարի ավելի շատ նախագծեր են, էապես շատ են նախագծերի թիվը այս տարի իրականացվել քննական, ինչը նպաստում է, ինչը շեշտադրում է, որ նախագծով մենք երեխաներին սովորեցնում ենք, երեխաներին մոտեցնում ենք իրական կյանքին եւ այդ ձևով մենք սովորեցնում ենք նրանց դեպի կյանքում իրական գործունեություն ծավալել։ Այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը, Տիկին Տաթևիկ, դուք հարգելի Տաթևիկ։ Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր տնօրեններին, ուսուցիչներին եւ աշակերտներին հետաքրքիր հարցազրույց անցկացնելու համար։